կորցի չեն ենթարկվում, չեն համակերպվում, բոլոր այդ մարդկանց այդ օջախները փորձելու զսպել։ Ինը վերաբերում է թե եկեղեցու դեպքում, թե Ծառուկյանի մասով, թե մեր մասով, թե մնացածից էս ու ինչի անում ես մարդես ամեն ինչ, որովհետև կարողանում անել, որովհետև ավանդաբար այն կառույցները, որոնք այս ամեն ինչի հետ կապված շատ մեծ արժեք կբարձրացնեին, այս դեպքում ոչինչ չեն, հատկապես արևմտյան շատ կառույցներ, կազմակերպություններ, տեսմանատներ, քարոզություն, ոչինչ չկա։ Կատարել հասկանում եք այն օրը 3 էր ազգային ժողովը։ Վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը կանգնում ասում է, այս ինչ պետք է նստի, այս ինչ պետք է ուղղել զրկեմ։ Ես չգիտեմ, ավելի ու հաջորդ օրը մտնում են, ասեն կոնկրետ այն ինքը դա ասում էր, հաջորդ օրը մտնում են իր տուն, մի 20 հոգի դիման կարողված այդ բաներով, աղացեականներով, այսինքն ավելի բան ապացույց, որ այս մարդը ապօրինի արտադրություն, օրենքից դուրս է, ես չգիտեմ, էլի չա պետք դրա։ Մենք տեսնում ենք, որ օրինակ Ծառուկյանի դեպքում եկեղեցիները քանում են, փոխում են պետականացնել, այդ դեպքում այդ վտանգը կա, ձեր ընտանիքի պատասխանատվությունը։ Չեմ սխալվում, մեր մասով հիմա ուղղակի ինֆորմացիայի բան ժամը 7-ից։ Կարծեմ նույնիսկ Սիրուշե խանութներն են կապարան։ Բայց դա ասեցին, որ ոչ մի ականբան չեն հայտնաբերել։ Այսինքն այս ամեն ինչը արտիկի նպատակի ինչ ասել է իսկականից։ Ես եկ երեք նաև ինչ էր ասում ես չեմ թողնելու այն ինչ ունես ժառանգեք երեխաներին։ Ես չգիտեմ ինչ կարգի մարդ պետք է լինես, որ իմ երեխուց այս չգիտեմ ես ինչ մարդկային տեսակ է էլի սա։ Սա մի ուրիշ մարդկային տեսակ է, ահավորը երբ որ տեսնում ես, որ նման տեսակի, նման չգիտեմ մարդուն կարան պետքան զանիքանություն հավանես, այսկականից մեծ ողջունություն այս կարանթանի դեպքում։ Բայց ընդդիմությունը քիչ ձայն չի հավաքել, հարցս պետք է ի վիճակի ընդդիմություն այսօր դիմակայել այսպիսի պրոցեսների, որոնք թվարկվում են ստեղծել։ Դուք չունես պիտի դիմակայել, իսկ ես քան ժամանակ ինչ եմ դիմակայել։ Դա դիմակայում են, չէ՞, բայց ամեն ինչ որ հիմա կատարվում է, այդպես դիմակայել արդյոք։ Քիչ կան, քանի հոգի գիտեք ովքեր խելով գնացել, համակերպվել, ենթարկվել են, ինչ-որ բան պայմանավորվել են, իմասը թողել գնացել է, չեմ են մեղարժում ասել, թողել գնացել է, չի, գնացել են պայքարում, շարունակել են, այս է հենց դիմադրությունը, թե չէ նույն գիտեք, են սկզբունքը երեկել է ասում, այսօր փորձեմ ասեմ, այսօր քանի հոգի կա մի իշխանության մեջ, նախկին կոչված, այսպես իրենց պայքարներով, նախկին մնացած, հարուստ, այսպես նախկին օլիգարխներ իշխանամերձ ոչ մի բան, իրանց գույքը չի ստոպվում, իրանց հետևից չեն գնում, իսկ այն ով որ խոսում է, բարձրացնում է իր ձայնը պայքարում է, կանոնից հետևից գնում է։ Սա է շատ ակնհայտ է ամեն ինչը ոլորտի աչքի առաջ։ Պարոն Քոչարյան, որքանով երեկվա ելույթը սուր ելույթ կապներ այս վերջին շրջանում իրավապահների այս գործողությունների հետ, դա դրա շարունակությունն է։ Կարծում եմ ելույթը իր դեր խաղաց, ասում եմ ընդհանուր գլոբալապես։ Այս մարդը չունի ոչ մի բարոյական գծեր, կարմիր գծեր, որոնք խախտել էր կապված, անբարոյականություններ անել էր կապված։ Ու շարունակում եմ ասում, անելու է այնքան, ինչքան որ մեր հասարակությունը, արտաքին միջավայրը իրանց հնարավորություն կտա, այս ամեն ինչ միանշանակ ավարտ անելու։ Ցավալին գիտեք որն է, որ այս ամեն ինչում նաև ինքը հանցակից է դարձնում շատ մարդկանց։ Այս ապօրինությունների տակ ամեն դեպքում մարդիկ մտնում են։ Կարող է գան, բաց գալով, գլուխը կախած ինչ-որ բաներ անեն, քննիչներից սկսած, վերջացրած նույն թեկուս է դիմակայված մարդկանց հետևում ովքեր որ կան։ Բայց միևնույն անում են ու ի վերջո նաև հանցակից է դարձնում այդքան մարդկանց։ Դրա համար ով ունի մասնագիտական արժանապատվություն, կարծում ես ամեն ինչի պետք է ուշադրել լինել ուշտ է շուտ, ինչ է պատասխան տալու ժամանակը գալու է, որոնը պետք է այնպես գործի, որ կարողանա ասի, ես որոնքով եմ գործի։ Պարոն Քոչարյան, ձեր փակալել են ձեր օրը և ձեր